Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի իմ հանդիսատես, սիրելի հետևորդներ և հեռուստադիտողներ։ Սա HD Stand-up նախագիծն է, HD Production-ի YouTube-յան ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում բարով եք եկել սիրելիներս։ Այո, և կրկնակի ուրախ ենք և երջանիկ, որովհետև օրեր առաջ սկսվել է մեր շատ սիրելի կանանց մի ամսյակը, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ, ընկերուհիներ, սիրուհիներ, բոլորին շնորհավորում եմ, եկեք շատ ջերմ ծափահարենք մեր կանանց աղջիկներին, շնորհավորենք, ցանկանանք ամենալավը, ամենաբարին, միշտ ջպտակ, ուրախ լինեք, անհոգ ու երջանիկ, սիրելիներս, ջերմ ծափահարենք մեր կանանց, այո, և ոնց է տրամադրությունը դահլիճում, եկել դա հասկանանք, նորից ծափահարություններով, ընկերներ, ապրեք, շնորհակալ ենք, մի հատ էլ դե ավանդույթ է դառել, որ չնեղվեք, այս մարդիկ, Աստված էլի մեզնից Արդը բրոնյա մարդ եք դնում, չէ երևի այդ տոմսերը պահեք, ուշադիր եղենք բացվետ երկու տեղը խլեք, միշտ նույն տեղում նստած են, ես ձեզ շատ շնորհակալ եմ, հավատարիմ իմ հանդիսատես, մի հատ էլ առաջին շարքը թող ծափահարի ոնց է տրամադրությունը, այս առաջին շարքն էլ դիպուկ և տիպիկ կանացի թեմա է, չէ, ասեք, որ կանայք են ստիպում, որ առաջին շարքան, տենց հա ընկեր ջան, ազնիվ եղբայր, կինը չէ, շիշնակողում առաջին տենց է, ասենք չգիտեմ, հիմնական պատճառը որը կարա լինի, որ կինը տեսած լինի նախորդ նկարահանմանը Դավթյանի առաջին շարքում նստած է իրա ընկերուհին, այդ օրվանից ցեցը ընկնում է, չէ, գիտեմ, թաղված գոհարը առաջին շարքում նստի, մենք գնանք ես իմ որտեղ եմ, միայն առաջին շարքը այսօր, ձերն է սիրելիներս, վայելեք, թաղված գոհարը այսօր վերջերն է նստած, երևի են քրքրված ռիպսիկի հետ է եկել, չկան, չէ գոհար և ռիպսիկ, բոլոր անունները պայման, կան, աստված եմ, խնդրեմ, իրար հետ, բայց, չէ, լուրջ գոհար ու ռիպսիկ կան, իրար հետ եկած, բայց մի օր թատրոնում պատահեց խայտարակ է եղել, ես ներկայացում խաղալիս, լավ, իսկ ով ում հետ է եկել, ինձ շատ հետաքրքիր է, դե գոհարին ու ռիպսիկին հասկացանք, որ իրար հետ են, էլ հիմնականում զույգերով եք, հա, ոնց հասկացա, ովքեր են զույգերով, ամուսիններ, ամուսին և տիկին, ես էլ ձեզ եմ ծափահարում, բարով եք եկել սիրելիներս, ոնց է եղել, կինը ասել է, գնանք տեսնենք, ես անգամ մեր մասին ինչ է ասում, թե ամուսինը գնանք տեսնենք, ես անգամ ձեր մասին ինչ է ասում, ոնց է, իսկ ովքեր են առել տոմսը, կանայք թե տղամարդիկ, կանայք, եկեք էդ էլ հասկանանք, ով, ում մոտա որ կինն է առել, ծափահարեք խնդրեմ, որ, ահա, իսկ ում մոտ տղամարդը, հասկանալի է, իսկ կան նոր սկսնակ սիրահար զույգեր, որ դեռ չեն ընկել, որ դեռ չեն ամուսնացել, ովքեր են, բայց են բուրըն շրջանն է, այ ձեր ցավը տանում, եկեք մենք էլ մեր սիրահարներին, ձեզ բարի բախտ ձեզ, են փուլն են, որ առանց հասկանալ սիրում են, կա, չէ, ուր գնում են իրար ձեր բրնած, չեն պոկվում, տնից դուս են գալ, բարև ձեզ, ես մեր տոմսը, երկուսով են մտնում, նստում, աղունակների պես, որ ղունղունում են առավոտից, ովքեր են, այդ մի հատ ծափահարեք այդ զույգերը, երկու հոգի մենակ կարծան պոկվեն ծափ տանեն, մնացածը չեն թողում ձեռները, վախմա աղունիկը թռնի նստի ուրիշի կրիշին, շվսնի հետ չգա, այդ ուժբասների մոտ տենց է, չէ, շատ լավ ձեզ բարի բախտ, իսկ ովքեր են եկել սիրուհիների հետ, լավ կատակ եմ անում,
Միասեք, լավ, եթե կան նույնիսկ միասեք, մի էլ լարվեք, ուղղակի թաքուն ծպտված նստեք, 12 հատ կամերա է նկարում, միլիոնով մարդ է նայելու, հետո ոնց է չլինի, մեկի աչքին չընկնեք, մեկ էլ աղջի ջան, մի հատ կին կֆիքսի, հələ հետ դու, հələ ստոպ, հələ մեծացրու, ես են լուսիկի աղջիկ Անժելիկան չի, ողջեսիշ տարիքով տղամարդի հետ է, կոպիա մերն էլ էր ջահել, վաղ տարիքով տղամարդկանց հետ ման գալի։ Սիրելիներս կապ չունի, ով ում հետ է եկել, այդ ասեմ, կարևորը որ բոլորս էստեղ ենք, համաձայն չեք։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ամենքս տեղում ենք, բարով եք եկել, սիրելիներ։ Այո, առաջիկա բոլոր հաղորդումները նվիրված են լինելու մեր շատ սիրելի կանանց, դե կնոջ մասին ինչքան խոսես, խոսելու բան կա, չէ, նորին մեծություն կանայք, այս հաղորդումները բաղկացած են հակամարտություն ներկայացումից, հիմնականում հակամարտությունն էլ շատ հետաքրքիր էր, երբ որ եղավ վերնագրի ընտրությունը, շատ հակադիր, հակասական կարծիքներ լսեցի, մարդ կար ասում էր, հովո ջան, քեզ պետք է այդ քաղաքականությունը ախպեր, այդ ինչ թեմա ես ընտրում, հապես կուրսի չի էլի ինչի մասին է, չի էլ հասկանում, տաքսիստ կար ասեց, ապրես ախպեր ջան, տեսա այդ հակամարտկությունն ես դրել ասեց, շատ ճիշտ է, մարդկություն չի մնացել, Հովհաննես ջան, հապես ուրիշ տեղեր էին խփում, մի կին էր միայն ֆիքսել, են էլ մոտավոր, խանութում տեսավ, Հովհաննես, փարթամ կին, մեծ կրծքերով, բոյով ինքը, ասեց որ նայում էի կրծքերներ են գնում դեմքիս ուս, ահագին տենց բոյով, Հովհաննես, Էդ ինչ հակամարտիության բան ես դրել տղա ջան ու գալիս է գրես, վախեցա անկեղծած։ Այդ հականանց դեմ մարտիութի դեմ բան ունես, օրոսի կարող տանմակցի մի հատ ուգլ խեղտի կրծքերով, որ չի ասետիք ինչ ան չեք խոսում, ենք ձեզ ընդհակառակը շատ սիրում, շատ հարգում ենք, նույնիսկ ամեն տարի ձեր մասին ներկայացում եմ անում, 364 օր գրում ենք, փորձում ենք, որ մի օր ձեզ համար ելույթ ունենամ, խոսեմ վերջապես, դե 364 օր կանայք են խոսում, չէ՞, մի օր էլ մենք խոսենք, սիրելի տղամարդիկ, հա։ Եվ անկեղծ ասած, միայն ձեր մասին էլ կարելի է խոսել, սիրելի կանայք, ուրիշ թեմայի չանդրադառնալ, որովհետև մյուս թեմաները պրոբլեմատիկ են, ասեմ ձեզ։ Քաղաքականությունից խոսում ես, այ հովո ջան, չես թաթախվում այդ բաների մեջ, քո ինչ բանն է, դու մի մտել ես, դու մաքուր մնա, ասում ես լավ, հա, սև հումոր կարելի է, սև չէ ախպեր, սևը չի կարելի, դե սև ինչին, դե մենք հայ ենք, Աստված կպատեժի, սևը ասում ես լավ, 18+ չէ, ընկեր ջան, մենք նայիրյան դալար ազգ ենք բան, առաջին քրիստոնյալոր, բանը 18+ բացառված է, արա բա ինչից խոսան, դա կմնում են ովքեր, դուք սիրելի կանայք, որովհետև եթե անկեղծ ձեր թեմայի մեջ համ քաղաքականությունը կա, համ սևը, համ 18+, այ հասարակ օրինակ, հերթական օր, երեկոյան, ընտանիք, անկողին, տղամարդը ուզում է, կինը չի ուզում, հա, նենց քաղաքականություն ավարում, սև 18+ է գալիվ հարիվիս գլխի, չեմ կարի ասել, գլուխս ցավում է, արա դե ամոթ է, կարելի է դարերով այդ նույն տատենական կռուտի տանել, այ ձեր ցավը, ինչ անժանքում գլուխս ցավում է, իսկ երբևէ փորձել եք, կարող է գլխացավին օգնում է այդ անտերը, ամենակ ասելով, չի, գլուխս ցավում է, ասենք, հարցնող ելնի, գլխի տովա կպնելու, լավ, մի խոսքով, ինչի հակամարտություն, հա, խոսենք դրա մասին, այ, աշխարհում բոլոր հակամարտությունները ինչ-որ կերպ լուծվել են, համաձայն չեք, կապ չունի ում օգտին, կապ չունի շուտ թե ուշ, բայց լուծում ստացել են, կին տղամարդ հակամարտությունը, դա միակ հակամարտությունն է, որ դարերով եկել է, ու առանց լուծում ստանալու տենց էլ գնում է, ու դարերով գնալու է մանկուց դեռ մեզ սերմանում են այդ հակամարտության մասին միշտ, որ կինը ճիշտ է դու սխալ, կինը ունի առավելություն, աղջիկը նուրբ էակա, պետք է իրան միշտ հարգել, պետք է սիրել, պետք է տեղ տալ, պետք է զիջել, պետք է նվիրվել, պետք է դեռ մանկապարտեզից այդ կա, ասենք, մենք տղաներ, հիշում եք հենց բանաստեղծություն ասելով, դեբիլի պես է որ գալի, մենակ վերնագիրն էին, հենց դավերի անում, ծետեք, երկու բառից ավելով կվստահի մեզ, մնացածը աղջիկներ ասում, հա, երկու բառ էլ չէ, մի բառը երկու անգամ են գան, ծետեք, ու հետ են գնում, մնացածը արդեն մոտարժի, քեզ տամ կորեկ, ու այդ կուտը տալ, կանչել, խապել բան, լրիվ աղջիկների վրա է, հետո գնում ես դպրոց, ասում ես երևի ես հակամարտությունը արդեն վերացած կել, ինչ ես խոսում, գնալով ավելի ասրվում,
Հիշում եք օրինակ դասարանում նստած շարքի մեջ իրար հրմշտում են։ Տղա աղջիկ, այն ինչ-որ խնդիր ա եղել երեխային, դասատուն գալիս է, տավարի ցավ ինչ կան կարելի է այդ երեխու կանոնով, արա մոտին։ Չի էլ ճշտում, ով է մեղավոր, ով է սխալ։ Կապ չունի, այդ երեխուն ինչ ես նեղացնում, նա աղջիկ է, հասկացար, վերջ։ Թեման փակված է, նույնը Բաքում, հիշում եք յազվա աղջիկ երեխեք կային։ Գալիս էին այնքան էին բզում, այնքան էին բշտում, մինչև մի հատ տալիս էիր։ Հենց մի հատ տալիս էի ուսին մաման վերեց, Հովիկ, Մարիամիկին ինչի ես խփում, այ մամա ջան, ինքն է ինձ խփել առաջին, ինչի չեք ճշտում, ով է մեղավոր։ Դե որտեվ բան նրանց ցեղակիցն է հասկանում եք, նույն աղանդից է պաշտպանում։ Նույն չգիտեմ, սեկտայի ղեկավարներից է, կապ չունի, որ հակառակ կողմում սեփական տղան է կանգնած, միանգամից իրան է պաշտպանում։ Ուտեղ դու ասում ես լավ, գոնե իրանք իրանց են պաշտպանում, մեզ էլ տղամարդիկ պաշտպանեն, արա հերս պաշտպանի օրինակ։ Գժվում էի, որ պապան էլ հանկարծ քրոջս կողմներ բռնում, այ պապ ջան, տենում ես տակ ենք տալի տեղից, գոնե մեր թևը պահի, այ տնաշեն։ Կարող է հիշեք, ոնց էր պապան խոսում աղջկա հետ եւ ոնց մեզ հետ։ Քույրիկ ունեցողները լավ կիմանան։ Օրինակ, ոնց էր պապան ջուր ուզում քույրիկից ու ոնց մեզնից։ Քույրիկից իմ գեղեցկուհին, իմ թագուհին, կարող է մի հատ ջուր բերի խմի պապան, պապայի աստվածուհին, գնում էր ջուրը բերում էր, խմում էր, օխայ, ինչ համով է, արա գժվում էի։ Ասում էի կարող է ուրիշ տեղից է բերել, արա, Շուրտես հատուկ կանալ ունի, էլի գառն ու ջուրա, ինչ ա, գնում ստուգում էի, որտեվ մեզ, կհիշեք մեկն ու մեկը կա, պատահաբար հիշի, ոնց էին մեզնից ջուր ուզում պապան, արա, ջուր բել խմեմ, փողոցի շուն ես յանի, էլի, Ուզում ես ասես, պապա ջան, հլը կներես իհարկե ամենայն հարգանքով, բայց այդքան սպասել ես, տղա ունենաս, վերջապես ունեցել ես, հորդ անունը դրել ես վրեն, որ ասես, արա, բերելուց էլ կհիշեք մի հատ ես կասկածանքով նայում էր դեմքին, նոր խմում էր տենց, յանի կարող եմ ի բան ինչ պետք է լինի, լավա չէր, ասում խմի մի 20 րոպե անցնի, եթե նորմալ լինի, նոր ես կխմեմ։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում, իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ, նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք և 90 րոպե անդադար ծիծաղ, ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին, երեկոյան ժամը 8-ին, Սիրով կսպասենք ձեզ HD Արենայում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատես։ Այսենց անընդհատ կա այս հակամարտությունը, մեզ բոլոր տարիքներում սերմանում են, որ կինը ճիշտ է, դու սխալ։ Կինը երբեք չի սխալվում, ես ճիշտ եմ հասկացել։ Տենց հաս ելի կանայք, հա։ Չէ անկեղծ էլի, Ատես մեծ մասը զույգեր եք ընտանիքներ, տղամարդիկ, հլը անկեղծ ասեք, եղել է մի դեպք, մեկ եմ ասում, այսքան տարվա մեջ, որ կինը ասի, եղավ կյանքս, ես սխալ եմ։ Չկա դենց բան, չէ ընկեր, չկա դենց բան, ով ասած, չկա, չէ, եղել է, ինչ որ մի տեղ ասի, ես սխալ եմ։ Կինը եթե սխալ լինում էլ է, դա նենց է սղացնում, կամ կապում քո վզին, որ վերջում դու ես սխալ դուրս գալ։ Օրինակ չգիտեմ, եթե կինը քեզ նեղացնում է, դու պարտավոր ես 5 րոպեից ներես իրան։ Տենց է թե չէ, 5 րոպե, մաքսիմում 5 րոպե։ 5 րոպե անցավ հլը խրում, դե լավ հասկացանք, դե լավ, դե բաներ անցավ, դե լավ, տղամարդ ես, ամոթա, նեղանալս որ նա կարող է կնիկ ես, բահ։ Վերջի ու դառնա են։ Են մեխը մխել, են վերջին, որ մի հատ դմպ տալիս ես գլխին մտնում ավսյո, կարող է ասմա կնիկ ես, հլը ինչով է, են ամենավերջի աստիճանը վիրավորում, ինքը ճանաչում է իրանը, դրա համար իրանով վախա, դու կնիկ չէ, ես կնիկ չեմ, վրազ վարիշում ես, վրազ, բայց դու նեղացնես իրան գնաց, 5 օր են գնում ես հետևից, ծաղիկներով, նվերներով, ես չեմ ուզում, գնա ես, կարիք չկա, ես այն համար արդեն ամեն ինչ ֆու, արա, այդ ինչ է, չեմ հասկանում, դա ինչ է,
Կամ ասենք մի ամբողջ սերվիզը գցեց ջարդեց կինը, ինչ տեղի ունեցավ։ Անգիր գիտեն է, չարը խափանվեց։ Դու մի հատ պուճուր բլուտ ջարդեցիր, բա ձեռները թուլա չեմ հասկանում։ Դի սաղ սերվիզը առնես, որտև են իրա ջարդած սերվիզը որ չկա, էտ էլա կապուն վզիտ։ Առանց դրա բլուդը ոչ մի բան, բլուդը ջարդվեց են էլ հետը կամ հասարակ բան, չգիտեմ։ Դու զանգում ես իրան չի վերցնում, եղունգների էր նստած հարմար չեր։ Ինքը զանգեց քեզ հանկարծ չվերցրիր, դեց։ Լրպերի հետ քաշ ես գալի։ Մի 6-7 լրպի ինքը արդեն իրա պատկերացումներին զորա տալի, հա։ Այ դուք անդադար նաև տիպիկ բանա, չէ, մտավ անձնականները արդեն, ընտանիքներով, տենց։ Սիրելի կանայք, հարգելիներս, պաշտելիներս, ձեր մասինա և ձեզ համար ամեն ինչ այս կյանքում, հատկապես այս միամսյակի շրջանակներում, մենք ձեզ անպայման գովելու ենք, գովաբանենք, մենք ձեզ շատ սիրում ենք, հարգում ենք, բայց ինչ կա ասելու պետք է ասենք։ Ձեր ասելու ներկայացուցիչն էլ ես եմ, չէ՞ սիրելի տղամարդիկ, հո դեմ չեք, որ ինչ կա ասելու ասենք այսօր։ Այսօր ասենք պրծնենք, չկուտակվի հանկարծ։ Օրինակ չեմ կարող չասել, որ դուք շատ հաճախ կռիվներ եք հրահրում ու շատ եք սիրում այդ կռիվ ստեղծելը, կռիվ հրահրելը, սիրելի կանայք, համաձայն չեք, անդադար ստեղծում եք այդ կռիվ։ Տղամարդիկ, տենցա թե չէ, որ կանայք անդադար կռիվ են հրահրում, նայ ձեն չկա, ահա, կեսը չէ, այն մնացածը գիտեն գլխների գալիքը, 1000 տարի պետք է, չլսեցի հովոն ինչ ասես, բայց չլսեց, այդ պահին հեռախոսի մեջ էի երևի, չլսեցի, ասում եմ տղամարդիկ, ես էլ նագլիավարի էլի Դավիթ, տղամարդիկ համաձայն եք, որ կանայք միշտ կռիվներ են հրահրում, մի քիչ շատացան ծափահարությունները, բայց էլի մի մաս կար նորից են խլացա արա, բանա կատարվում։ Չէ, իրանք են ճիշտ անում իրական, որտև գիտեն, գնալու են տուն, սկսի, այդն չի բերանատ բաս, Էդ եփ եմ ես կռիվ կռիվ հրահրելով ասում եփ եմ կռիվ հրահրել։ Այ կնիկ դե հումորը հասկացանք, բայց եփ եմ ես կռիվ սար։ Այ կնիկ դե կատակը չոգում ենք սաղեսել, բայց եփ եմ ես կռիվ սար։ Աղջի դե ստենդափ էր մեր Հովանեսի հերն եմ դե անից եմ եփ եմ ես կռիվ սար կետ ոձեր։ Խեղճերս ինչ կապ ունի, չեմ հասկանում։ Են մարդը ձեզ ինչ արել։ Այ չէ օրինակ ասեմ, օրինակները բազմազան են և հազարավոր, բայց կենցաղային մի օրինակ, ենթադրենք, սիրելի կանայք, տղամարդը պարկած է ճաշասենյակում, հեռուստացույցարանում, մինչև ճաշը տաքացնեք, դնեք, դրեցիք, ասում եք ճաշը պատրաստ է, վերկացք է։ Վերականում ասենք, թե ասում է, այդ բարձերը դզի, որ վեր ես կանում, սիրելի կանայք, այդ բարձերը դզի, որ ես չի կարելի։ Ասեք, կյանքս այդ բարձերը դզի էլի, այսենց կարելի ասել։ Կամ ընդհանրապես կարելի չասել էլ այդ մի փոքր բանա գնացեք դուք ուղեք, նայում ես անզեն աչքով չի էլ երևում, որ ծռվել է։ Չէ, բայց ինքը կայծ կլտում է ինքը, ուզում է մի բան։ Բարձերը դա։ Գնում դզում ես ասենք, եթե բան էլ չես ասում, բայց կայծ կլտանքը դեռ չի անցել, ինքը էլիք պիտի շարունակի։ 3 տարի առաջ նորմալ բարձեր էին, որ առանք։ Ենքան գլուխը տրիր վրեն, արա, բո ինչս դնեմ վրեն, բարձար, նորմալ, ակուրատնի, ուղիղ սիրուն, քորքոտեց 3 տարվա մեջ, բաներա խոսում, բզում, էլի, դու համբերատար, դե գիտես, որ պարզա, բարձա կքորքոտի էլ, ենոնը աղբորը տերեխեքը, գիտեին ֆուտբոլի գնդակա, ես ծերից ենցերն էին տշում, արդե պլավնի մտավ աղբորը տնտանիքը, հասկանում եք, ինչ ուզի կանի, տեսնում այլ իրակցա չես տալի, վայ, դրանք էտ ինչ անդաստիրակ լակոտներ են, դրանք իմ երեխեքլն էին, ինձ 9-րդ հարգից կցել էին, բայց ինքը 3-րդ հարգ է ապրում, 9-րդից խիակցու չես հասկանում, մտածում է կարող է 3-րդից կցի բան չլնի, բզում, ինչ ուզի կատա, աղբորը տու էտո կրոչը, ուր ուզի կթեքեն կանայք թեման, եթե մենք որ ունենք էտ ղամարդիկ հարպած ժամանակ հատկապես խմած մի երկու բաշակ բան է, որ ասում ենք աղբեր, ասում եք չէ շատ էդ, մենք ոնց ասենք գտնձա, մենք ոնց ուզենք գտնձա,
Ուրեմն հրապարակայինորեն հիմա այսքան մարդու մոտ այս բարձր ամբիոնից ուրաստե բարձր չնայած մենոսկով հայտարարում եմ, որ եթե մեկը կա այս աշխարհում սիրելիներս, որ ոնց ուզի տենց հա ու ոնց ասի տենց հա, դա կինն է։ Սիրելի կանայք, լավ շոպլիկացած ես, հա, լավ էր, չէ՞։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում։ Իմպրովիզ ստենդափ մեր հարկի տակ։ Նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք եւ 90 րոպե անդադար ծիծաղ։ Ապրիլի 10-ին, 11-ին եւ 12-ին երեկոյան ժամը 8-ին սիրով կսպասենք ձեզ HD Arena-ում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։ Բայց իսկապես տենց է, համաձայն չեք, դեռ փոքր տարիքից երևում է դա, այդ առաջնորդ լինելու բնավորությունը կանանց։ Օրինակ ես հիշում եմ դպրոցական տարիներից, եթե ինչ-որ մի տղա հավանում էր մի աղջկա, բայց աղջիկը չէր ուզում, բացառված էր, որ ինչ-որ բան լիներ իրանց մեջ։ Բացառված է, բայց երբ որ աղջիկն էր հավանում տղային, տղան չէր սիրում, արա պարտադիր իրար հետ էին անում։ Այդտեղից հասկացա էլի, որ կնոջ ուզելով է, աղջկա ուզելով, կամ հասարակ օրինակ։ Գալիս է ասենք թե տոները նոր տարին, կինը ուզում է նոր տարին անեն քաղաքից դուրս, տղամարդը ուզում է ավանդական ձևով տանը իրանց օջախում։ Որտեղ են անում նոր տարին քաղաքից դուրս, կոնկրետ, կարաք ասեք, որտեղ։ Կամ օրինակ կինը ուզում է գնա իր ընկերուհու առիթին, տղամարդը ուզում է գնա ընկերների հետ գար ուտելու։ Նույն օրը, նույն ժամին են գնում։ Ուր է գնում տղամարդը, կակ միլինկի, ահա, գար ուտելու, բայց ընկերուհու առիթին կնոջ։ Տվ իրա բախտը կբերի մենակ են դեպքում, երբ որ ընդեղ էլ գարը լինի ասի։ Կերա, սիրտը հանգիստ լինի, եթե նույնիսկ այնտեղ գար չլինի, սիրելի ընկեր, ես քեզ ուզում եմ հանդարտեցնել, կարող ես հանգիստ լինել, պոլուբոմու այդ սեղանի շուրջ գար կա, ախպերս, այդ դու ես, են որ չուզելով կնանիքի հումորների վրա, խնդում ես, շատ անշնորհակալ գործ է իդեպ կնոջ առիթներին գնալը, ընկերուհու, էլի երիտասարդներից խոսենք, երիտասարդներ դահլիճում, ովքեր են, մինչև 27 տարեկան, լավ, 30, ահա, դուք ավելի լավ կհասկանաք ու կհաստատեք, ասեք տղերք, որ տենց հա, եթե մենք աղջկան առաջարկում ենք գա ինչ-որ տեղ, մի անգամ ասում ենք, գալիս է, չէ, չի գալիս, էլ չենք ստիպում, տենց հա թե չէ, այո թե ոչ, ասում ես դե լավ, աղջիկա կարող է իրան կամֆորտնի չի ուզում, թո չգա, կակրած ավելի լավ կայֆավատ կլնենք գնել, հասկա, գնում, աղջիկը եթե ասում է արի դու ասում ես չէ, այնքանա բզում, այնքանա համում, կարող է 4 օրվա ընկերն ես ընդամենը, բայց մեկ է, վազիցդ բռնած, քաշատալի տանում է, որովհետև դու ընդեղ ցույց տալու բան ես, վեշ, նենց չի առանց քեզ չի կարա, ուղղակի դու այդ ցուցադրական մի բան ես, իբր տեսեք ես է ունեմ դրանից, որ դուք ունեիք աղջիկ է։ Ու տանում եմ մի հատ նենց տեղ, որ արա քեզ հետաքրքիր չի։ Ասենք իրանց կուրսով հավաքվել են։ Իրանց նենց կուրսի նեղ վնուտրյակ բաներից են գոհ։ Երեխեք պատկերացնում եք հիմա Մուսայելյանը ներս մտնի։ Իսկ դու չես ճանաչում այդ գրյապնի Մուսայելյանին արա։ Քեզ հետաքրքիր չեն այդ հումորները, ասում ես կյանքս գնանք։ Լովիլի նոր ենք եկել, 3 ժամ նստած ես, նոր ենք եկել մի քիչ մնան, մի քիչ էլ ես մնում, դե լավ, կյանք գնանք։ Ամենահետաքրքիր մասն է, էլի, չհետաքրքիր։ Գնալով անհետաքրքիր է դառնում իմ համար։ Չէ՞ մի հատ էլ ալյաս խաղանք գնանք։ Ալյաս խաղանք նոր, ալյաս գիտեք այդ խաղը ինչ է։ Գիտեք, ովքեր չգիտեն, ասեմ, տենց բացատրենք, հա, ովքեր չգիտեն։ Այդ խաղը, որտեղ գրված են կարտոչկայի վրա բառեր, պիտի հուշես ժամանակի ընթացքում, ճիշտ եմ բացատրում։ Ահա, ասենք չգիտեմ, ընկերուհիներով իրար հուշում են, ժամանակը գնաց, ասենք ասում է, լուս, դու տիկոյի հետ ինչի համար ես ընկերություն անում, ասում է, նվեր չէ, ասում է, են մյուսը, փող ապրես, այսենց խաղ է, հետո լուսոնա տիկոյին ասում ընկերոջը, տիկերեք ինչ էիր ուզում ինձնից, որ ասում էի չէ, ասում է չեմ հիշում, լավ ուրիշ ձև հուշեմ, ամուսնու քերոջը ոնց են ասում, տալ ապրես, մյուսը, այսենց խաղ է, երկու աչոք ավել տանելու համար սաղ կյանքները պատմում են այդ։ Հետո այն մի ընկերուհին էլ ասում է երեխեք եկեք հիմա էլ անկեղծություն խաղանք։ Արա այդ ցավը տանան։ Լուսոնը տիկոն ինչքան անկեղծություն կար խաղացին, չէ անկեղծություն։ Սիրելիներս ես ուզում եմ որ դուք միշտ լինեք անկեղծ, բայց ոչ լուսոյի ու տիկոյի պես, իրական անկեղծ, իրական երջանիկ սիրելի կանայք։ Միշտ ժպտակ, ուրախ լինեք։
Անհոգ լինեք, սիրված լինեք եւ միշտ սիրեք։ Մենք ձեզ սիրում ենք, սա HD stand-up-ի հերթական թողարկումներ HD Production-ի YouTube-յան ալիքում եւ Շանթ հեռուստաընկերության եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նույն ժամին, նույն տեղում։ Համբուրում եմ, էյ!